Սից 48-րդ Սրտիցս քո բարի պատգամներն եմ բխում, և իմ գործերը պատմում եմ թագավորին։ Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի, տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափվում, դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։ Մեջքիդ սուր կապիր, ով հզոր, քո վայելչությամբ ու գեղեցկությամբ, լարիր աղեղդ, ուղղիր և թագավորիր հանուն ճշմարտության, հեզության ու արդարության, և քո աջը թող սքանչելապես առաջնորդի քեզ։ Քո նետերը սրված են, ով հզոր, ընդդեմ թագավորի թշնամիների, և ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ։ Քո գահը հավիտյանս հավիտենից է Աստված, քո արքայական գավազանն արդարության գավազան է։ Սիրեցիր արդարությունն ու ատեցիր անօրենությունը, դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։ Քո զգեստներից ու փղոսկրյա պալատներից զմուրս, հալվե և կինամոն է բուրում։ Արքայադուստրերն ուրախացնում ու պատվում են քեզ։ Թագուհին կանգնած է քո աջից, զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով։ Դուստր, լսիր ու տես, մոտեցրու ականջը քո, մոռացիր քո ժողովրդին և քո հոր տունը, քանզի թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը։ Նա ինքն է քո Տերը, որին պիտի երկրպագես, նրան պիտի երկրպագի և դուստրը տյուրոսի, և ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով։ Արքայադստեր ողջ փառքը իր մեջ է, ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։ Թագավորի մոտ նրա հետ կույսեր պիտի տարվեն, իր ընկերուհիները պիտի տարվեն նրա մոտ։ Ցնծությամբ և ուրախությամբ պիտի բերեն նրանց, և պիտի տարվեն թագավորի պալատը։ Եվ քո հայրերի փոխարեն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրա։ Քո անունը պիտի հիշվի սերնդից սերունդ, դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն հավիտյան և հավիտյանս հավիտենից։ Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ, ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, և լեռները ծովի խորքը տեղափոխվեն։ Դղրդացին ու ալեկոծվեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկությունից, գետերի հորձանքները զվարճացնում են Աստծո քաղաքը, և Բարձրյալը սրբացրել է իր օթևանը։ Աստված դրա մեջ է, և այն չի սասանվի, Աստված կօգնի դրան վաղորդայինից վաղորդայն։ Հեթանոսները խռովվեցին, ու թագավորությունները հնազանդ եղան։ Բարձրյալը ձայն տվեց, և երկիրը երերաց։ Մեզ հետ է զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր։ Եկեք տեսեք գործերն Աստծո, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրա։ Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչև մյուսը, աղեղներ փշրեց, զենքեր խորտակեց և վահանները մատնեց հրի։ Շտապեցեք ու իմացեք, որ ես Աստվածն եմ։ Ես պիտի բարձրացվեմ հեթանոսների մեջ, պիտի բարձրացվեմ երկրի երեսին։ Մեզ հետ է զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր։ Բոլոր հեթանոսներ, ծափ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցեք Աստծուն։ Տերը բարձրյալ և ահարկու է, մեծ թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց և հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
Ընտրեց մեզ համար որպես ժառանգություն իրեն, Հակոբի վայելչությունը, որին նա սիրեց։ Աստված բարձրացավ օրհնությամբ, և մեր Տերը շեփորի ձայնով. Սաղմոս երգեցեք մեր Աստծուն, սաղմոս երգեցեք մեր Թագավորին, սաղմոս երգեցեք։ Ամբողջ երկրի մեծ Թագավորն Աստված է, սաղմոս երգեցեք նրան իմաստությամբ։ Աստված թագավորեց հեթանոսների վրա, Աստված բազմեց իր սրբության գահին, ժողովուրդների իշխանները հավաքվեցին Աբրահամի Աստծու մոտ, քանզի Աստծու զորությունները շատ բարձրացան երկրից։ Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրա։ Մեծ ցնծությամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ, ցնծում են Սիոնի լեռները, հյուսիսային կողմերը, մեծ Թագավորի քաղաքը։ Աստված հայտնվում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց։ Ահա երկրի թագավորությունները հավաքվեցին ու միասին եկան անցան։ Անձամբ տեսնելով այդ բանը նրանք զարմացան, խռովվեցին ու սասանվեցին։ Այնտեղ դողը բռնեց նրանց և երկունքը, ինչպես ծննդաբերության ժամանակ։ Սաստիկ հողմով նա պիտի փշրի նավերը Թարսիսում։ Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք զորությունների Տիրոջ քաղաքում, մեր Աստծու քաղաքում։ Աստված դրա հիմքերը գցեց հավիտյան։ Ստացանք ողորմությունդ, Աստված, քո ժողովրդի մեջ։ Ինչպես որ անունդ է, այնպես էլ օրհնությունդ է ողջ տիեզերքում, և քո աջը լի է արդարությամբ։ Տեր, քո արդարադատությամբ թող ուրախանա լեռը Սիոնի և ցնծան դուստրերը Հուդայի երկրի։ Պտտվեցեք Սիոնի շուրջը, շրջանն արեք նրա և պատեցեք նրա աշտարակները։ Թող ձեր սրտերը կապվեն նրա ամրություններին, զննեցեք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մեկ ուրիշ սերնդի։ Սա է Աստվածը, մեր Աստվածը հավիտյանս հավիտենից, և սա պիտի հովվի մեզ մինչև հավիտենություն։ Լսեցեք այս համայն ազգեր, ականջ դրեք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում, երկրածիններ և մարդկանց որդիներ, և մեծամեծներ, և տնանքներ։ Բերանս իմաստություն պիտի խոսի, և սրտիս խորհուրդը խոհեմություն։ Առակներին պիտի ականջ դնեմ, և օջներքով պիտի մեկնեմ առակները սկզբից։ Ինչու արդյոք վախենամ չար օրերին, երբ կյանքիս անօրենություններն ինձ պաշարեցին։ Իրենց կարողության վրա հույս դնողները պարծենում են իրենց մեծ հարստությամբ։ Եղբայրն իր եղբորը չի փրկի, ոչ էլ մարդը կփրկի նրան։ Նա փրկանք չի տա Աստծուն, ոչ էլ իր հոգու փրկանքը։ Հավիտյան ջանք թափիր, և դու կապրես անվերջ, և ապականություն չես տեսնի։ Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները, իրենց հարստությունը թողնելով օտարներին։ Նրանց գերեզմանը հավիտյան իրենց տունը կլինի, և սերնդից սերունդ իրենց օթևանը, նրանց հողերը կկոչվեն իրենց անունով։ Մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց։ Այս է ճանապարհը նրանց գայթակղության, որին հետո իրենց բերանով հավանություն պիտի տան։ Ոչխարների պես դժոխքի պիտի մատնվեն, ու մահը պիտի հովվի նրանց, և առավոտյան արդարները պիտի նրանց տիրեն։ Նրանց օգնությունը կսպառվի դժոխքում, և նրանք իրենց փառքը կկորցնեն։ Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստված կփրկի իմ հոգին։ Մի վախեցիր, երբ մարդ հարստանում է,
եւ մեծանում է փառքը նրա տան, քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղվի։ Նրա անձը կօշնվի իր կենդանության ժամանակ, եւ քեզ շնորհակալ կլինի, երբ բարիք գործես նրան։ Նա կմիանա իր նախնիների սերնդին, մինչև հավիտենություն լույսը չի տեսնի։ Մարդը պատիվ ուներ եւ չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց։ Սաղմոսներ 49-ից